Գնացքը վթարի վայրից 70 մետր հեռու է շպրտել մարդատար Վազ Մակնիշի ավտոմեքենան։ Մասիս գյուղի բնակիչ 44-ամյա Ռաֆայելը ընտանիքի հետ հարևան գյուղից տուն վերադառնալիս է եղել, երբ Երևան երազք երկաթգծին մարդատար գնացքը բախվել է մեքենային։ Ես տանն էի, շտապորգություն եկել եմ, ես ճանապարհի վրա եմ ես մնում։ Մի կիլոմետր է յան։ Գնամ տեսամ շտապորգություն եկել բանի միլիցիայի ավտոմեքենաներ, որ եթում են նշանները, գալիս են նշանները։ Նայ են նշանները։ Հա։ 1 2 որ երկաթգիծ է, պետք է ուշադիր լինեք։ Բաց ետել, ցանկացած գնաց որ գալիս է, հերվից ինքը ազդանշան է տալի։ Թե մարդիկ չեն լսել, թե մարդիկ չեն տեսել, չեմ կարող ասեմ։ Համագյուղացիները պատմում են, որ Ռաֆայելը մի քանի օրից պետք է խոպան գնար։ Այստեղ ընտանիքը ծայրը ծայրին էլ չէր հասցնում։ Շատ ծանր վատ ապրող ժողովուրդ էին, վարձով էին ապրում, օրվա հացի փող չուրեին։ Տենց էլ է դեպնել է, որ լավ այդ մարդիկ տես դուժվան այդքան, մենք էլ ենք վատզում։ Իմ իմանալով վաղը թե բիսոր իշոր ասին տոնսուներ, որ պիտի թռներ Ռուսաստան, իշկանով ճիշտ իշկանով Շատ ժողովուրդ էին, ապշար, հասնող։ Որբացած աղջնակներին չորեքշաբթի երեկոյան 8:05-ին են բերել Արտաշատի հիվանդանոց գանգուղեղային դիմածնոտային վնասվածքներով։ Նրանցից մեկի նաև թոքերն են վնասվել։ Երկուսին էլ արհեստական շնչառության սարք է միացված, ասում է բժիշկ Շադյանը։ Այս պայդրությամբ երկուսն էլ ծայրահեղ ծանր վիճակում են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում գանգուղեղային վնասվածք, երկուսն էլ ինտուբացված են արհեստական շնչառության ապարատի տակ։ Մի խոսքով հենց նոր եմ խոսել բժշկական կենտրոնի փոխտնօրենի հետ, վիճակը գնահատված ծայրահեղ ծանր։ Երկուսն էլ արհեստական շնչառության ապարատի տակ են։ Գիտակցության եկել են։ Չէ, գիտակցություն չունեն երկուսն էլ։ Դեղորայքային կոմայի մեջ են գտնվում, բայց ծայրահեղ ծանր են։ Երկաթուղու հետ հատվող ճանապարհին նախկինում ուղեփակոց է եղել, որը հիմա անհետացել է, ասում են տեղացիները։ Ըստ նրանց այս մասում նաև մեքենաներն են հաճախ իրար բախվում։ Այստեղ ճանապարհը սովորականից բարձր է եւ հանդիպակաց երթևեկության ժամանակ մեքենաները իրար չեն տեսնում։ Ժամանակ ընդ բաներ շլամբավոր ստեղի նման բացում փակում էր, այս վերջի շրջանն են անել, մի քանի տարի առաջ են անել։ Ամենից դա պաշտպանում էր գոնե շլանգը։ Հա, գոնե ասենք աշխատեր էլի շլամբավորներ, հերթապակներ, կփակեր, մարդեր էլի կգար կկաններ։ Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունում ասում են ուղեփակոցներ չեն տեղադրում այն ճանապարհներին, որոնցով քիչ են մեքենաներ անցնում։ Նկատում են վթարը եղել է ճանապարհի չկառավարվող գծանցման հատվածում։ Եթե ասենք տենց ինտենսիվ չի երթևեկությունը, դա չկառավարվող գծանցումներ է, այնտեղ նշաններով պետք է ինքը կանգ առնի, համոզվի, որ գնացք չկա, նոր հատի, հա, գիծը։ 99.9% դեպքերը վթարների դա վարորդների մեղքով է, որտեղ գնացքը այդտեղ գործառույթ չունի, էլի ոչ հասցնում է կանգ առնի, ոչ կարող է փախցնի, ոչ էլ ուղղակի մեքենաները պետք է ուշադիր լինեն։ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հատկանիշներով։ Զարուհի Սահակյան, Հերիկ Համազասպյան և Արմեն Ապրեսյան, Հայլուր։